մեծ գումար է, մոտավորապես առաջի փուլի համար գրեթե 500 միլիոն դրամի սահմաններում գումար պետք է մուծվի եւ այդ գումարը ոչ ոքի գրպանում դրած չէր եւ չենք սպասում էլի, որ այդ գումարը պետք է անենք, մենք ինքներս մեր ռեսուրսները օգտագործելով այդ առաջնային մուծումը ամբողջական իրականացնելու ենք։ Կներեք, այսինքն այդ բաժանով դառնալու գինը նոր է սահման։ Իհարկե նոր է սահման, ամբողջ խնդիրը դա է։ Բնականաբար, դա այնպես պարզ բան է, ժողովուրդ, դուք կարաք հանգիստ հարցում անեք պետական մարմիններին եւ այլն, մինչեւ 23 թվականը գազասպառման համակարգին միացումը որևէ վճար չի սահմանվել, որը շատ տրամաբանական է, որովհետեւ ամբողջ աշխարհում է տենց, երբ որ դու մատակարար ընկերությանը միանում ես, ինքը դրանից շահույթ է ստանում իր ծախած էներգետիկ ռեսուրսի համար, իսկ այս դեպքում ցավոք սրտի մեր մոտ ամեն ինչ սենց է, այսինքն մի հատ միանալու համար ենք վճարում, հետո մի հատ էլ ծախսած այդ ստացած գազի կամ էլեկտրաէներգիայի կամ եւ այլնի համար։ Խնդիրը դրանից է եղել, այսինքն ինքը պլանային ծախս չի եղել եւ կառուցապատողը այն համակարգը, որը պետք է կառուցեր, արդեն իսկ կառուցել է։ Այդ փոքրիկ երկու հատ տեխնիկական խնդիրը միշտ էլ լինում են, այդ արագ լուծելու հարց են, ասեմ տենց միջև 1 շաբաթվա ընթացքում, որը Ինչի մասին եք խոսում։ Այդ որ ասեցիք խողովակաշարի հետ կապված, որ Գազպրոմը պատասխանել է, որ որոշակի խնդիր կա, դա ամբողջ համակարգին չի վերաբերում, ընդամենը մի քանի մետր ճյուղային հանգույցների է վերաբերվում, որոնք արդեն իրանց հետ ֆիքսել ենք դրանց լուծումները, այսօր մասնագետները գալու են արդեն դրանց գործնական փուլ մտնելու համար պայմանավորվածություն ձեռք բերենք եւ այլն, այսինքն դրանք հաշվենք չկան այդ խնդիրները իրականում, էլի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։